Նորից սկսվեց ցրտեր, հիվանդություն, մրցակցություն, հարբուխ։ Ես էլ մնացել եմ այստեղ առերեսված իմ կիտրոնների հետ, իմ դեմքի նման թթու։ Բայց ոչ մի վիտամին C չի օգնի, եթե ցրտին նստեք բնականաբար։ Սպասեք, միացնեմ։ Սուրեն։ Ինչ եղավ, Հարու ջան, այս ինչ ձայն է։ Չգիտեմ, կատարվեց։ Բանն էի միացնում, տաքացուցիչն էի միացնում։ Պայթեց, բայց չհասկացա ինչ, ամեն օր միացնում եմ, նորմալ է։ Կարճ միացում եղավ։ Ոայ, վախեցա, գիտես։ Նախքան կարճ միացումը հասկանանք, լավ կլինի սկզբից հոսանքը հասկանանք։ Իսկ էլեկտրական հոսանքը հասկանալու համար սկզբից լավ կլինի հասկանանք էլեկտրական լիցքերը։ Արքիմեդիայի այս եթերում կպարզենք ինչ են էլեկտրական լիցքերը, ինչ է էլեկտրական հոսանքը, տպավորիչ և ուսանելի փորձերի օգնությամբ կծանոթանաք առարկաների էլեկտրականացման երևույթներին, ինչպես նաև կուսումնասիրենք էլեկտրական շղթաներն ու դրանց տեսակները։ Դե, արի սկսենք այս փորձից։ Բերես ման կտրտած թղթերը, վերցնենք բաժակ, հասարակ բաժակ է, հա, ոչ մի բան տակը արված չէ, տեսնում ես։ Եվ հիմա մանրամասն սենց բոլ-բոլ շփում ենք այս մորթու հետ։ Եվ բաժակի հետ կատարվում է ինչ-որ մի բան։ Եվ երբ մոտեցնենք արդեն թղթիկներին, խնդրեմ, տես։ Իս ինչ մագնիսացվեց, հա, իս ինչ եղավ։ Ոչ, արի էլեկտրականությունը մագնիսականության հետ չխառնենք։ Ոչ մի մագնիս, կամ ոչ մի առարկա, ինչքան էլ մենք չշփենք, մագնիս չի դառնում, կամ մագնիսը չի դադարում մագնիս լինել։ Ուրեմն նա էլեկտրականացավ։ Փաստորեն առարկաները իրար հպելուց ինչ էլեկտրականացվում են, հա։ Հպելուց չէ, շփվելուց, հա, շփելուց, եւ լիցքեր միշտ կան։ Ուղղակի շփվելու ժամանակ նրանք իրարից առանձնանում են եւ սկսում են արտահայտվել եւ դրսևորվել։ Ահա, հասկացա։ Հասկացար։ Այո։ Դե արի մի բան էլ հասկանանք, որ էլեկտրական լիցքերը էլեկտրականությունը կարաբերի ոչ միայն ձգվողությանը, այլ նաեւ վանողությանը։ Վերցնենք երկու պլաստիկե այսպիսի ծողեր, հա, երկուսն է շփենք։ Հիմա այսա։ Ուպս։ Եվ տես, որ վանում են, այո։ Հեռվից նույնիսկ արդեն զգում է, որ ես իրեն մոտեցնում եմ։ Իսկ եթե մեկը չշփեիր, կձգեին, հա։ Եթե մեկը չշփեի, կձգեին։ Ահա։ Հա, երկուսն էլ երբ լիցքավորված են, միմյանց վանում են։ Տես, կպավ, քանի որ նա ձգված չէ, լիցքավորված չէ։ Հասկացա։ Այստեղից կարելի անել ենթադրություն, որ բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր, հա։ Այո, երկու տեսակի։ Եվ նրանք կոչվում են ուղղակի որպես անուն, դրական եւ բացասական։ 18-րդ դարում, երբ սկսվեցին մարմինների էլեկտրականացման վերաբերյալ լայնամասշտաբ հետազոտությունները, էլեկտրական լիցքեր ստանում էին բացառապես մարմինների շփման միջոցով։ Հենց այդ ժամանակ էլ ֆիզիկոսները փոխհամաձայնության են եկել դրական համարել այն լիցքը, որն ի հայտ է գալիս մետաքսով շփված ապակու վրա, իսկ այն լիցքը, որը ձգվում է այդ ապակու կողմից, համարվել է բացասական լիցք։ Եվս մի օրինակ լիցքերի վանման եւ ձգողության մասին։ Վերցրու այս փուչիկները եւ քսի մազերիդ։ Ինչի ես դու քսիկո։ Քոնը փարթամ են։ Էներգիա չկա, էներգիա, այո։ Այո, բիզ կանգնել։ Օպ, տես։ Քեզ մոտ է գալիս։ Ինձ են կպնում, տեսնում ես։ Այո։ Ձգողությունը, վանողությունը տեսնում ես։ Հիմա վերցրենք այն երկու ջրով եւ առանց ջուր բանը բեր։ Ես հասկացա ինչ է։ Հիմա մեկից շատ բարակ շիթով լցում ես մյուսի մեջ։ Եղավ։ Մեծ կարող է էլի էլեկտրականացնել մի քիչ։ Ահի։ Բեր։ Լցրու, ուղիղ մեջտեղը լցրու։
Չէ, մեջտեղը, այդենց, տենայ։ Լցրու մի ափսոսա։ Այ, պատկերացրու այս ջուրը, որ ձգվում է եւ քո մազերը այսպես որ ձգվում են։ Ես չեմ տեսնում իհարկե, բայց պատկերացնում։ Բայց կարող զգում ես։ Չէ, չեմ զգում։ Վկայում են նրա մասին, որ նրանք լիցքավորված են տարանուն։ Ահա, այսինքն տարանուն լիցքերը ձգում են միմյանց, իսկ նույն անուն լիցքերը վանում են։ Մենք սրանք նույնաձև լիցքավորեցինք եւ իրանք իրար վանում էին։ Իսկ սրանք տարանուն լիցքավորված են, դրա համար իրար ձգում են։ Սուրեն, ես լսել եմ, որ էլեկտրական հոսանքը դա լիցքերի կարգավորված շարժումն է, ճիշտ է։ Հա։ Բայց ես նաև հիշում եմ դպրոցից, որ մեզ երկար բարակ բացատրում էին, որ մասնիկները շարժվում են քաոսային եւ անկանոն։ Այո։ Այստեղ ոչ մի հակասություն չես տեսնում, ինչ որ ման չի բռնում։ Ոչ, չեմ տեսնում։ Մեր փորձերի ժամանակ, հա, հատկապես այս մի փորձի վրա շատ հավելված, մենք տեսնում ենք, որ փայտիկները իրար զգում են հեռավորության վրա։ Դեռ չմոտեցած արդեն այդ ձգողությունն է առաջանկան վանողությունը։ Դա նշանակում է, որ ամեն մեկը իր շուրջը ինչ-որ բան է ստեղծում, որ մյուսը դա զգում է։ Այն ինչ շուրջը ստեղծում է լիցքը կոչվում է դաշտ, էլեկտրական դաշտ։ Եվ մի դաշտը ազդում է մյուս լիցքի վրա, եւ նրա դաշտն էլ այս մյուս լիցքի վրա։ Հասկացա։ Դրա շնորհիվ իրանք ի վերջո ձգվում կամ վանվում։ Հասկանալի է։ Հասկանում ես։ Հոսանքը հոսալու ժամանակ ըստ էության հենց այդ դաշտի ազդեցության տակ է, որ այս լիցքերը այստեղից դուրս են գալիս եւ գնում են այնտեղ եւ առաջացնում են հոսանք։ Դա արդեն ստացվում են ուղղորդված լիցքեր։ Ուղղորդված լիցքեր, որոնք ուղղորդված դաշտի ուղղությամբ ուղղորդվում են։ Այսինքն ստացվում է այնպես, որ հոսանքը ունի ուղղություն, հա։ Այո, իհարկե, հոսանքը ունի ուղղություն եւ իմիջիայլոց նյութի տեսանկյունից կան նյութեր, որոնք հոսանքի հաղորդիչներ են եւ նյութեր, որոնք հոսանքի մեկուսիչներ են։ Հաղորդիչները էլեկտրական հոսանքի անցմանը աննշան դիմադրություն ցույց տվող նյութերն են, իսկ մեկուսիչները մեծ տեսակարար էլեկտրական դիմադրություն ունեցող նյութեր են։ Իմիջիայլոց մի դաս այսպես նյութեր կան, որոնք կոչվում են կիսահաղորդիչներ։ Այդ ինչ կիսատ պրատա հաղորդում է։ Ոչ, այսինքն որոշակի պայմաններում նա հաղորդիչ է, իսկ որոշակի պայմաններում ոչ։ Ասենք լույսը ընկնում է վրան, ինքը հաղորդում է հոսանքը։ Լույսը չի ընկնում, ինքը չի հաղորդում։ Օրինակ մետրոյի այդ դռները, որ չեն թողում, որ եթե չես վճարել, եթե մետաղադրամը չես գցել, չես կարող անցնել մեջով։ Ճիշտ է։ Հա։ Այդ դրանք դրա վրա են հիմնված։ Դու լույսը փակում ես, ինքը դադարում է լինել հաղորդիչ, եւ արդեն ընդ մեխանիզմը աշխատում։ Լամպային հերոստացույց տեսել ես թե չէ, իհարկե ոչ։ Ահռելի մեծ բաներ էին այնտեղ։ Հիմա դրա փոխարեն օգտագործվում է, չգիտեմ, ինչ որ միկրոմետրերի չափի բուժուր տրանզիստորներ, այո, դրանք կիսահաղորդչային են։ Այ դրանց հիմքը ժամանակին դրել էր Անդրանիկ Յոսիֆյանը։ Տեսնենք ինչ է փայլատակել մեր հայի միտքը։ Տեսնենք։ Անդրանիկ Յոսիֆյանը ծնվել է 1905 թվականին Լեռնային Ղարաբաղում։ Նա իրականացրել է առաջին սոցիալիստական երկրի էլեկտրաֆիկացումը, անցել համաշխարհային եւ սառը պատերազմների միջով մասնակցել տիեզերքի նվաճմանը, ինչպես նաեւ համակարգչի ստեղծմանը։ Դեռևս ուսանողական տարիներին նա նկարագրում է էլեկտրական թնդանոթի իր գյուտը եւ ուղարկում Մոսկվա։ 1941 թվականին փորձարկվում է Յոսիֆյանի ստեղծած էլեկտրական հեռակառավարվող ուղղաթիռը՝ հելիկոպտերը։ Իսկ 1959-ին արդեն թողարկվել էր երկու հաշվիչ մեքենա՝ Արագած եւ Երևան։ Դրան հաջորդում է ԽՍՀՄ-ում առաջին կիսահաղորդիչներով աշխատող հաշվիչ մեքենան Հրազդանը։ 30-ական թվականներից սկսած սովետական կառավարությունը Անդրանիկ Յոսիֆյանի գիտական գործունեությունը պահում էր գաղտնի։ Հայրենական պատերազմի տարիներին նա ղեկավարում էր ռազմական նշանակության գործարան, ստեղծելով զենք եւ զինամթերք։ Յոսիֆյանը ռազմական եւ տիեզերական հրթիռաշինության գլխավոր կոնստրուկտորներից մեկն է, որոնց անունները հայտնի են դառնում մահից հետո միայն։ Առաջին տիեզերանավում արկա եզակի էլեկտրասարքավորումները եւս ստեղծել է Անդրանիկ Յոսիֆյանը։ Վերադառնանք մեր սկզբնական հարցին։ Ինչ է հոսանքը ի վերջո։ Տես, հոսանքը վերջնական հասկանալու համար, ի վերջո հասկանալու համար, անում ենք sense port։ 3 բաժակ, 3-ն է լցրած է թորած ջուր, այսինքն ջուր, որը մաքուր ջուր է, ոչ մի աղային լուծույթներ, ոչ մի բան մեջը չկա։ Հատուկ իմիջիայլոց տեղատնից բերած
Այո։ Գնաց։ Ամեն բաժակի մեջ մտցված է երկու բարակ այսպիսի ձողիկ, մեկը բրինձից, մեկը ցինկից։ Հա? Բրինձ, ցինկ, հետո այս բրինձը գալիս է կապվում այս ցինկին, այստեղ բրինձ, ցինկ, հետո ցինկը դուրս է գալիս եւ միացնում ենք այսպիսի փոքրիկ ժամացույցի։ Սա ժամացույցը։ Սա ժամացույցը, հեսա կտեսնես։ Հիմա թորած ջուր է, այսինքն մաքուր ջուր է։ Ես միացնում եմ այս ծայրերը, խնդրեմ։ Ինչ եք տեսնում։ Ոչ մի բան։ Ոչ մի բան չենք տեսնում։ Ինչ պետք է տեսնենք։ Հա, հեսա կտեսնես ինչ պիտի տեսնենք։ Իսկ այժմ վերցնենք եւ ավելացնենք այս բաժակների մեջ, ամեն մեկի մեջ։ Ահ, նույնիսկ ես կարամ ասել, որ կարող եք չխառնել։ Հա, այդ կարգի։ Պատկերացնում ես։ Իսկ չափը կարևոր է աղի, թե ըստ ճաշակի։ Ըստ համի։ Ըստ հա քին հարիր։ Այո, քին հարիր։ Վերցնենք այս ծայրերը եւ փակենք շղթան։ Տես, որ Տեսա։ հստակ ժամը 12-ն է 00 անց 00, այո։ անց Պաստորեն, ջուրը եւս կարող է հոսանք ստեղծել, հա, ես չհասկացա ստեղ ինչի է տեղի ունենում ընդհանրապես։ լրիվ սխալ եզրակացություն, հակառակը ջուրը ինքնին ունակ չէր հոսանք ստեղծել առանց աղի։ Այսինքն ամենավորոշիչ բանը, որը պետք է այս հոսանքը որ սենց գնա, դա ըստ էության աղն է։ Չէ՞ որ այս պղնձի եւ ցինկի ձողերը մտցնես աղի մեջ, ինքը հոսանք չի տա։ Չի տա։ Ջուրը պետք է։ Ջուրն էլ է պետք։ Ինչպես հասկացա։ Ջուրը աղի հետ ինչ որ բան է անում։ Գիտես ինչ։ Ինչ։ Ես սա քեզ պիտի գրատախտակին բացատրեմ, որ սենց միջը վերջ հասկանանք։ Հա։ Արի, այո։ Արի քեզ սկզբունքը բացատրեմ։ Ուրեմն աղի, կերակրի աղի մոլեկուլը իրանից ներկայացնում է այսպես երկու գունդ պայմանական պատկերեմ, հա, նատրիում եւ քլոր։ Նատրիումը պլյուս է, քլորը մինուս։ Երբ որ նա ընկնում է ջրի մեջ, ատոմները բաժանվում են իրարից եւ նատրիումները սկսում են լողալ ջրի մեջ որպես այսպիսի պլյուսիկներ, հա, դրական լիցքավորված մասնիկներ, իսկ քլորի մասնիկները սկսում են լողալ որպես մինուսներ։ Երբ մենք ջրի մեջ տեղադրում ենք բրինձն ու ցինկը, դրական մասնիկները, նատրիումները սկսում են հոսել դեպի մինուսը, իսկ բացասական մասնիկները, քլորները սկսում են հոսել դեպի պլյուսը, եւ ըստ էության առաջանում է լիցքավորված մասնիկների կարգավորված շարժում, որը եւ ներկայացնում է իրենց հոսանք։ Հասկացա։ Հասկացա՞ք։ Շատ։ Այո։ Շատ հետաքրքիր է Սուրեն ջան, բայց հիմա մինչ այդ ես մեզ լիմոնով թե եմ սարքում, ինչ եմ անում։ Էներգիայի աղբյուրը։ Ինչ էներգիայի աղբյուր, վիտամին C-ը, առ ցուրտ է դուրս է, նա։ Ապսա, սպասի, բեր ինձ մի երկու հատ լիմոն բեր։ Նոր։ Էլի։ Բեր։ Ապրես։ Ինչ ես անում։ Դե նայ։ Հիմա նույն բանը լիմոնով ես ուզում անել։ Կտաս ես անեմ։ Սկսի, այս մցրուն դեղ։ Օգնիր ինձ։ Խորը մցրուն ինձ հավեսով։ Խորը։ Ահա։ Այ, ահա։ Դե, Ինչ կոնտակտ։ ստեղծենք հոսանք։ Հոսանք։ Մեկ։ Պաստորը, բայց ինչպես ես գիտեմ, որ լիմոնի մեջ աղ չկա, ինչպես կարող է հոսանք տալ։ Դե հոսանքը կարող է առաջանալ ոչ միայն նատրիումից եւ քլորից, այլ նաեւ բազմաթիվ ուրիշ ջրային աղերի լուծույթներից։ Լիմոնը պաստորեն մեզ ոչ միայն վիտամին C եւ առողջություն է տալիս, այլ նաեւ էներգիա։ Անմիջական էլեկտրական էներգիա։ Խնդրեմ։ Լավ, սա հասկացանք, սա քիմիական, հա, էլեկտրականության քիմիական տարբերակներ, այսպես ասած։ Իսկ ուրիշ ձևեր կան։ Քիմիական այսպես միջոցով էլեկտրականության ստացվում է կամ ուրիշ ձև կարող եք ասել նաև հոսանքի քիմիական ազդեցությունն է։ Այդ տենց եմ ասում։ Հոսանքի քիմիական ազդեցություններ։ Իսկ ուրիշ ազդեցություններ կան։ Ուրիշ ազդեցություններ դու միշտ դրանց հետ առնչվում ես, օրինակ, երբ կարող ես մոտենալ այս լամպին եւ ձեռքերդ տաքացնես նրա տաքությամբ։
Սա ինչպես հասկանում եմ, հոսանքի ջերմային ազդեցությունն է։ Այո։ Արքիմեդիայի առաջին հատվածում ծանոթացանք մարմինների էլեկտրականացման երևույթին, էլեկտրական հոսանք հասկացությանը։ Իմացանք նաև, որ բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր։ Այժմ կիմանանք էլեկտրական հոսանքի ազդեցությունների մասին, ինչպես նաև կկատարենք հետաքրքրաշարժ փորձեր, որոնք ցույց կտան հոսանքի տարբեր դրսևորումները։ Իսկ հիմա խոսենք մի ավելի առօրյա անմիջական կիրառության մասին։ Դե ուշադիր նա ինչ եմ անելու։ Ես մոտեցա, վերցրեցի, տեսար, մեկը հանգցրեցի, բոլորը հանգչեցին։ Այո, հիմա դա ինչի խնդրում եմ հետևանքն է։ սկզբից գնա այնտեղ եւս մի հատ անջատի, տեսնենք։ Հանգչեց, բայց մենակ մեկը։ Ինչու։ Չգիտեմ։ Որովհետև այդ դեպքում երևի ինչ-որ կապ ունեն իրար հետ, հա։ Այս լամպերը եւ այդ լամպերը տարբեր ձևի են միացրած։ Ուրեմն այս լամպերը միացված են հաջորդաբար, այսինքն մի լամպը մյուսի ետևից, հոսանքը մեկով անցնում է, մտնում է մյուսը, մյուսով անցնում է, գնում է մյուսը, հասկանում ես, եւ երբ որ նրանց միջև մի հատը պակասում է, այլ հոսանքը չի կարող հոսել, ընդհանրապես չի կարող գնալ, եւ այդ պատճառով էս բոլորը կտրվում են։ Իսկ եթե այդ լամպը նորից տեղը դնենք, տեսար, ստացվում է, որ նորից հոսանքը կարող է հոսել։ Բայց ինչի այդ շղթան չի անջատվում մինչև այդ դուրս եկած լամպը, որտեղ լարում արդեն չկա մեջ, այն կողմից իրան կանչող չկա։ Հոսանքը պետք է լար լինի, որ հոսի։ Կտրված է շղթան։ իսկ սա ինչի է մենակ մի հատ անջատվում։ Արի ստեղ ասեմ։ Տես, սա լարը գալիս է եւ հետո ճյուղավորվում է։ Ամեն լամպի համար գնում է առանձին լար։ Հետո այդ սա բոլոր լարերը հավաքվում են միտեղ ու նորից մի լարով շարունակվում են։ Եվ եթե ընթացքում դու մի հատը հանեցիր, այդ նշանակում է մի ճյուղը չի աշխատում։ Բայց մնացած համար, մնացածի համար հոսանքը ընդհանուր հոսալու տեղ ունի եւ հանգիստ կարող է հոսալ։ Հասկացա։ Այստեղից եզրակացություն։ Տանը հոսանքը, բոլոր հոսանքի կետերը ավելի շուտ պետք է միացնել զուգահեռ ճանապարհով, որպեսզի անկարծ մի բան միտեղ փչանա, մնացածի վրա չհասնի։ Ընդհանուր տան լույսը չանջատվի։ Էլեկտրիկների կյանքը կարճ է, բայց լուսավոր։ Արի խոսանք եւս մի ազդեցության մասին, որը կոչվում է կենսաբանական ազդեցություն։ Արի։ Կարող ես կռահել ինչի մասին գնա խոսքը։ Դե կենսաբանական ենթադրում եմ երևի կամ ինչ որ մեր օրգանիզմում ինչ որ մի բան տեղի ունենում, կամ չգիտեմ կենթանիների, մի խոսքով։ Կենթանիների։ Նկատել ես, որ բարձր լարման հոսանքալարերի վրա հաճախ թռչուններ են նստած։ Այո, իհարկե նկատել եմ, շատ զարմանալի երևույթ է, շատ եմ նկատում, միշտ զարմանում եմ, ու կարծում եմ շատերն են էլի զարմանում, ու իրենց նույնպես ինձ նման հետաքրքրում է, թե ինչպես է դա տեղի ունենում։ Թռչունների եսի մարմնի կառուցվածքից է ինչ-որ։ Երևի իրանց ոտքերը էլեկտրահաղորդական չեն։ Էլեկտրական պոտենցիալ չի կարող հաղորդվել թռչունների ոտքերին, կամ էլեկտրակայուն է թռչունների ոտքերը։ Երևի նրանց դիմադրողականությունը բարձր է։ Որոնցով նրանց ոտքերի մոտ կան հատուկ մեմբրաններ, որոնցով տոկը չի անցնում։ Էլեկտրահարվելու համար պետք է դրական եւ բացասական լիցքեր իրար խփի։ Ոնց որ դրական բացասական իրար հետ խառնվի, որ տա հոսանքը։ Իսկ ցիտիկը չի կարա մի ոտով մի հատ հոսանքին կպնի, դրականի մի ոտով բացասական։ Դե տես դրա բացատրությունը։ Պատկերացրու դու ունես խողովակ, որով շատ հեշտ հոսում է ջուրը։ Եվ իրանից գնում է ջուր շատ բարակ, ինչ որ sense խցանված խողովակ, որով շատ վատ է հոսում ջուրը, հա։ Բնականաբար ջուրը գերադասում է հոսել նորմալ իր ազատ ճանապարհով, քան մտնել այդ տակուտուկերը։ Այդ խցանված խողովակը դա ցիտիկն էր։ Խցանված խողովակը դա ստեյության ցիտիկ է։ Նրա ոտքերի դիմադրությունը հոսանքին շատ ավելի մեծ է, քան հոսանքալ լարի։ Հասկանում ես։ Դրա համար հոսանքը գերադասում է այդ հոսանքալարով sense ազատ գնալ, քան մտնել ցիտիկի ոտքերի մեջ։ Հասկացաք։ Բայց եթե հանկարծ ցիտիկը իր կտուցով կպավ սյանը, սյունը կպնում է հողին, իսկ երկրագունդը դա անկուշտ է էլեկտրականության նկատմամբ։ Միանգամից ամբողջ հոսանքը sense ցիտիկի միջով, սյան միջով կգնա դեպի երկիր եւ ցիտիկը տեղում կչորանա։ Այս գործում կարևորը ճիշտ լարը ճիշտ լարին անցնես։ Արի խոսանք
հոսանքի մյուս ազդեցության մասին։ Արի։ Դա կոչվում է մագնիսական ազդեցություն։ Հոսանքի մագնիսական ազդեցությունը տեսնելու համար մեզ պետք է ուրեմն հեղույս, որի վրա փաթաթած է լար, հոսանքի աղբյուր եւ խարտուկ։ Առաջարկում եմ այս փորձը դու անես։ Հա, շատ լավ բան ես Առաջարկում եմ միացնես լարերի ծայրերը։ Պարտկոցին Միացրեցինք։ եւ մոտեցնես խարտուկին։ Սա թե սա։ Չէ, բանը, հեղույսը, մետալը։ Ահա, այ մի րոպե։ Լավ չի բռնել լարերը։ Ուրեմն եթե հոսանք կա, այդ հեղույսը դառավ Տեսեք։ մագնիս։ Նայեք, հոսանք չկա, Չկա, մագնիս չկա։ բարձր Շատ։ Սա անմիջական ցույց է տալիս, որ հոսանքը կարող է առաջացնել մագնիսական ազդեցություն։ Ում հաղորդման սկզբում դու ասացիր, այդ մագնիսացավ, չէ՞։ Այո։ Այ իրոք մագնիսանալու երևույթը այստեղ էր, բայց ավելի մանրամասն ինչ բան է մագնիս, ինչպես են մագնիսանում եւ այլն, մենք կբացատրենք այս երևույթները մյուս հաղորդման ընթացքում։ Բայց ինչ հետաքրքիր բան է, չէ՞, էլեկտրականությունը, ընդհանրապես հոսանքը, որ մի քիչ երկար մտածում ես նրա կիրառության մասին, հասկանում ես, որ մենք առօրյայում դա չենք նկատում, բայց հասկանում ես, որ մենք առանց դրա արդեն երևի թե կյանք չունենք, որովհետև լույս, ջերմություն, չգիտեմ, սառնարաններ, ամեն ինչ կապված է հոսանքի հետ, բայց այդ ամենը մենք արդեն չենք նկատում, որովհետև մեր առօրյան է դա։ Իսկ կարող ես ասել, կա այդպիսի մի վայր, որտեղ մենք կարող ենք գնալ եւ այսպես զգալ, տեսնել, թե ինչպես է այդ ամենը աշխատում, ինչ է ընդհանրապես Իրանից ներկայացնում։ Էլեկտրապոզասայլակ նստել ես։ Ու չեմ էլ ուզում։ Միգուցե քեզ ծանոթ բառ ասեմ տրոլեյբուս։ Տրոլեյբուսը բոլորս էլ նստել են կարծում եմ։ Ինձ թվում է դրանից լավը չկա, այս ամենը տեսնելու համար։ Գնա, նայիր, ուսումնասիրիր, շատ օգտակար կլինի։ Ինչ եղավ։ Լավ, գնայեմ հեսա։ Երբ հասկանում եք, որ պոզասայլակը այսուհետ տրոլեյբուսը չի աշխատում, գալիս ենք եւ առաջին հերթին բացում ենք ահա այս կափարիչը եւ նայում ենք դիֆերենցիալ համակարգին։ Ամեն ինչ նորմալ է այստեղ, գնանք դուրս եւ դրսի հատվածից տեսնենք, թե ինչու՞ն է խնդիրը։ Այս հատվածով ընդունվում է էներգիան այն լարերից, պոզերով գալիս է, մտնում է այստեղ։ Ամեն մի ֆունկցիայի համար իր տեղերը բաշխվում եւ գնում դեպի իր նշանակետին հասնում։ Այս հատվածը սրահի հետ կապված հատվածն է, այստեղ ջեռուցման համար նախատեսված հատված, որը ապահովում է ջեռուցում, այստեղ լուսավորություն, ես մի խոսքով։ Բայց այստեղ ինչպես տեսնում եմ, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ աշխատում է, կարծես խնդիրը այստեղից չի։ Չհասկացանք, հոսանքը ստուգեցինք, պոզերը ստուգեցինք, հիմա պետք է հասկանանք ինչումն է խնդիրը։ Ուրեմն, այստեղ մտնում է հոսանքը, սա ինչ-որ շարժիչանման մի բան է, որտեղ կա նույնիսկ լիսեր, ինչպես սովորական մեքենաների մեջ։ Այստեղից հոսանքը գնում, մտնում է ռեոստատ, որտեղ վերափոխվում է այդ հոսանքը, վերափոխվում է ուժի, այսպես ասած, որը եւ առաջ է տանում կամ հետ է տանում մեր տրոլեյբուսին։ Դիմացի հատվածում գտնվում են դիմադրությունները, հոսանքի դիմադրություն, որոնց մեր տրոլեյբուսի վարորդները կոչվում են տրոլեյբուսի ուղեղ։ Վերջ։ Մենք տեսանք, որ հոսանքը կարող է առաջացնել մագնիսական դաշտ, չէ՞։ Պարզվում է նաև հակառակը, մագնիսական դաշտը կարող է առաջացնել հոսանք։ Այսինքն հակառակ ֆունկցիան է կատարում։ Վերցնենք այս փոքրիկ այսպես սարքը, հա։ Նրա մեջ մագնիս է պատտվում, այս ես կպտտեմ, հա, մագնիսները կպտտվեն հոսանքալարի շուրջը եւ այս բանը մի պահ կվառվի։ Հա, դες։
Կարծում եմ սա նույն սկզբունքով է աշխատում, ինչ մենք փոքր ժամանակ ես հիշում եմ, որ մեր հեծանիվների վրա դնում ենք այսպես կոչված դինամո, չէ, որ միացված էր լամպին եւ ակը պտտվելու հետ մեկտեղ տալիս էր էներգիա եւ մեզ լուսավորում էր մեր ճանապարհը։ Միանշանակ ճիշտ է։ Փաստորեն մենք մեխանիկական պտույտ կատարելով, հա, մեխանիկական աշխատանք կատարելով, ստանում ենք էլեկտրականաշ։ Փաստորեն ոչինչ չի կորում։ Ամեն ինչ վերածվում է էլեկտրաէներգիայի եւ այսօր էլ մեր հաղորդումը այսպես պտտվեց էլեկտրաէներգիայի շուրջ։ Այո։ Այսօր մենք ծանոթացանք էլեկտրական երևույթներին, էլեկտրական լիցք եւ էլեկտրական հոսանք հասկացություններին։ Իմացանք, թե ինչպիսին են լինում էլեկտրական շղթաները, կատարեցինք հետաքրքիր ու տպավորիչ փորձեր մարմինների էլեկտրականացման, ինչպես նաեւ հոսանքի ազդեցությունների վերաբերյալ։ Էլեկտրոնիկայի պատմությունը սկսվում է էլեկտրական լամպից մինչև նանոտեխնոլոգիաներ, ավելի ճիշտ մասնավորապես նանոէլեկտրոնիկա։ Գիտնականները բացահայտել են, որ նանոտեխնոլոգիաները ժամանակի ընթացքում նույնիսկ կկիրառվեն մեր սնունդի մեջ, մեր ուտելիքների մեջ եւ մենք կուտենք, որոնք կազդեն մեր իմունային համակարգի վրա, որը լավ չի։ Եվ հիմա դրա համար փորձում են գտնել միջոցներ, որ կանխեն այդ նանոտեխնոլոգիաների օգտագործումը մեր սննդի մեջ։ Բայց դե ամեն դեպքում մենք ենք որոշում լիմոնից ստանալ էլեկտրականություն, թե ուտելով ստանալ վիտամին C տեսություն, ցտեսություն։